Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 21։ Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին և հայտնվեց այսպես. Սիմոն Պետրոսը, Թովմասը, երկվորյա կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսն ասաց նրանց. գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասացին. մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այդժամ Հիսուսն ասաց նրանց. տղաներ, արդյոք ուտելու բան ունե՞ք։ Նրան պատասխանեցին. ոչ։ Իսկ նա ասաց նրանց. ուռկանը նավի աջ կողմը գցեք և կգտնեք։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պողոսին ասաց. Տերն է։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր և ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները ձկներով ուռկանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ 200 կանգուն։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, վրան ձուկ ու հաց դրված։ Հիսուսն ասաց նրանց. բերեք այն ձկներից, որ հիմա որսացիք։ Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը, 153 հատ մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատրվեց։ Հիսուսն ասաց նրանց. եկեք ճաշեք։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել. դու ո՞վ ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Պետրոսը նրան ասաց. այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Նրան ասաց. արածեցրու իմ գառներին։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը նրան պատասխանեց. այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Նրան ասաց. արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ հարցրեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն. սիրում ես ինձ, և պատասխանեց նրան. Տեր, դու ամեն ինչ գիտես, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Հիսուսն ասաց նրան. արածեցրու իմ ոչխարներին։ Ճշմարիտ եմ ասում քեզ, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր ուր որ կամենայիր, բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա։ Այս ասաց, ցույց տալով, թե ինչպիսի մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. արի իմ հետևից։ Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր,
եւ որն ընթրիքի ժամանակ նրա կրծքով ներընկել ու ասել. «Տեր, ով է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. «Տեր, իսկ սրան ինչ է լինելու»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ, դու արի իմ ետևից»։ Եվ այս խոսքերը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ։ Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, եւ որն էլ դրան գրեց ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։ Իսկ այժմ եկեք մենք աղոթենք։ Գոհանում ենք քեզանից, Տեր, շնորհակալ ենք, որ լուսավորում ես մեր կյանքը քո ներկայությամբ, քո հոգով, քո խոսքով, որ բոլոր նրանց համար, ովքեր իրենց իրավիճակներում չեն տեսնում ելքը, աղոթում եմ, որ քո լույսը լուսավորի իրենց։ Տեր, թող մենք ամեն իրավիճակին նայենք քո լույսի ներքո եւ քո կամքը ճանաչենք ու քո կամքը կատարողներ լինենք։ Բժշկիր մեր հոգևոր տեսողությունը, Տեր։ Շնորհակալ եմ քո թողած ամենամեծ ժառանգության համար, քո խոսքի համար։ Հիսուս Քրիստոսի անունով եմ աղոթում։ Ամեն։